Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան իրականացնում է պայքար կոռուպցիայի դեմ։ Ծրագրի շրջանակներում կոռուպցիային նվիրված միջոցառումներ են կազմակերպվում կրթության, առողջապահության և սոցապահովության ոլորտներում։ Այս միջոցառումը կրթության ոլորտին հիմնականում վերաբերում է կրթության ոլորտին, այսինքն սա կրթօջախների այցելում ենք եւ եկող սերնդի մեջ պետք է սերմանել, որ կոռուպցիան հասարակական չարիք է եւ պետք է պայքարել կոռուպցիոն դրսևորումների դեմ։ Այստեղ երեխաների շրջանում երեխաները պետք է ազատ նկարեն, թե իրենց պատկերացմամբ ինչ է կոռուպցիան։ Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեստի դպրոցում տեղի ունեցավ կոռուպցիային նվիրված միջոցառում, որը կրում էր կոռուպցիանին պատկերացմամբ խորագիրը։ Այսպիսի միջոցառում մենք առաջ անգամ ենք անում, քանի որ հիմնականում մեր ուղղվածությունը ավելի գեղանկարչական, ավելի այլ թեմաներին է նվիրված։ Այս միջոցառումով մեր երեխաները առիթ ունեցան ավելի խորությամբ ըմբռնեն կոռուպցիայի խնդիրները եւ փորձեն ինչ-որ կերպ ներկայացնել իրենց նկարներում եւ համոզված ենք, որ վաղը մյուս օր նրանք հենց առաջիններն են լինելու, ովքեր պիտի փորձեն փրկել երկիր այս ծանր վիճակից։ Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 2-րդ եւ 3-րդ դասարանների թվով 11 աշակերտներ։ Նրանք թղթին հանձնեցին իրենց պատկերացումները կոռուպցիայի վերաբերյալ։ Նկարել եմ 2 ձեռք, փոխանցում է գումար։ Իմ նկարում պատկերում է մեր այսօրվա ծանր իրավիճակը, քանի որ երկրում տիրում է կոռուպցիա, քանի որ մոռացում են մեր գրքերը եւ ուսանողները վճարում են գումար, որպեսզի ստանան իրենց բարձր գնահատականը, իսկ այսօր մեր առջև կանգնած է մի մերձ խնդիր, դա գիտության զարգացումը եւ բարգավաճումն է։ Իմ նկարում պատկերված է թե ինչպես է ինչ-որ մի անձ, ինչ-որ պաշտոնով անձի կաշառք, ասպես ասած, կաշառք տալիս եւ ոստիկանությունը այդ ժամանակ այդտեղ ներկա է լինում։ Я нарисовала тут школу, и в школе там экзамен сдавали. Один мальчик не смог сдать экзамен, и вместо того, чтобы написать экзамен, он дал 500 դրամ։ Քվեարկությամբ ընտրվեցին լավագույն 3 աշակերտները։ Առաջին տեղը գրաված աշակերտը Շվակի կողմից արժանացավ նվերի։ Խրախուսական նվերներ ստացան նաև մյուս մասնակիցները։ Տաթևիկ Ղազարյան, Կորյուն Ասլանյան, Միք հեռուստաընկերություն։